Մենք բոլորս իմացել ենք, որ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենը հեռացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հրահանգով։ Նախկինում խոսակցությունը գնում էր հետևյալի մասին, որ նա J.D. Vance-ին, ԱՄՆ Միացյալ Նահանգների փոխնախագահային ներկայացել էր մի քանի խաչքարեր Սումգայիթում, Բաքվում հայկական հայերին ջարդելու թեմաներով խաչքարերը եւ ենթադրություն կար, որ դա է պատճառը, որ նրան ասել են դիմում գրի հեռացի, բայց այսօր վարչապետը բրիֆինգի ժամանակ հաստատել է, որ նա է ցուցում տվել, որ հեռացնեն եւ պատճառն այն է, որ նա J.D. Vance-ին Արցախի հիմնախնդրի վերաբերյալ գիրք է նվիրել։ Հիմա նայեք Սումով այն բանի համար, որ ամենափոխնախագահային Արցախի վերաբերյալ գիրք է նվիրել, ճիշտ հասկացան ձեր պնդումը, ձեր մեկնաբանությունը։ Այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործ։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք ոգևորականների հետ կապված ես։ Այստեղ գնում արդեն եկեղեցու մասին սադնենք մի կողմ, ասում է ես համարել եմ սադրիչ գործողություն, գիրք նվիրելը, ես մի հատ այդպես նյարդային ասում այդ մասը, սադրիչ գործողություն եմ համարել ու ասում է ես ցույցում եմ տվել, որ դիմում գրի։ Այսինքն սիրելի հայրենակիցներ, գիրքը ինչ է։ Գիրքը նյութ է, եթե պատմական գիրք է, նյութ է այն մասին, որ մենք ինչ որ հարցերում ունենք մեր ճշմարտությունը, հայկական ճշմարտությունը։ Քանի որ Հայաստանի Հանրապետությունն այլևս ըստ էության կառավարվում է Ադրբեջանից եւ Անկարայից, այսինքն թուրքերն են Հայաստանը կառավարում դրսից ասում են ինչ անեն Հայաստանում եւ տենց էլ արվում է։ Այս իմաստով սիրելի հայրենակիցներ մեզանում ներդրվում է ադրբեջանա-թուրքական պատմական նարատիվներ, այսինքն որ մենք սխալ ենք, Արցախը թող ա եղել մեր վզին, մենք եկվոր ազգ ենք, քոչվոր ժողովուրդ ենք եկել ենք ստեղ, այս երկիրն արհեստական է, կա արևմտյան Ադրբեջան, որ այս երկիրն է, ադրբեջանցիները պետք է գան ստեղ ապրեն ու հլու ունազանդ մենք ստեղ ապրելու ենք։